Գնդակի ընթացքը փոխանցում է դեպի Անզիմատի Աբուդուն։ Արարատ Արմենյան սովորաբար երկարատև ընդմիջումից հետո շարք վերադարձավ Մալիկ Ազիզ Բերտեն, նախորդ տուրում խաղաց մի քանի րոպե Շիրակի դեմ եւ այսօր հիմնական կազմում է ապրիլից ի վեր նա չէր խաղացել Դումբիա, տունի տարածություն իր դիմաց Դումբիա փոխանցում դեպի Հանձոնգո Եվ Արարատը կկառուցի իր գրոհը, Մուստաֆան փոխանցում է Ադել Անզիմատի Աբուդուին, փոխանցում ձախ, շատ լիացրեց, թեև Շիրակներ ունեցավ իր շանսերը գոլ խփելու եւ մի քանի դրվագում վստահ խաղաց Անզիմատի Աբուդուն, փոխանցում դեպի Օլիվեյրան, արված եւ Անզիմատի Աբուդու Համբարձումյան չկարողացավ լավ եզրափակել, շատ լավ գրոհ կազմակերպեց Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Բայց մի փոքր անհարմար էր Արմեն Համբարձումյանի համար վերջին հատվածում Սերոփյանը փոխանցում կատարեց Օլիվեյրային հարված եւ Անզիմատի Աբուդուի ավելի հարմար կլիներ ձախով հարվածել այստեղ գնդակը աջ ոտքին եկավ քիչ առաջ նույն խնդիրը ունեց Սերոփյան փոխանցում եւ Անզիմատի Աբուդուն հեռացրեց եւս մեկ հարված Բալանտա Գրիգորյան, արված և Անզիմատի Աբուդու Սա երկրորդ անընդմեջ դրվագն է, որ դժգոհություն է առնչացնում Արարատ Արմենիայի ֆուտբոլիստների շրջանում Ռամուշի դեմ պայքարում չնշանակվեց Տուգանային, այստեղ նշանակվեց Արարատի օգտին Շվենեկատ փոխանցում էր Սերոփյանը այլ ոճի փոխանցում էր ակնկալ դեպքում հաճախ օգտվում է կարգով ավելի բարձր թիմը, որովհետև ունի ավելի լավ կատարողների ու կարող է ավելի շատ գոլեր խփել, ավելի լավ իրացնել իր հնարավորությունները տեսնենք ինչ ընթացք կունենա խաղը Անզիմատի Աբուդու Էլոյանը եւ Համբարձումյանը դիրքավորվել են, պատրաստ են պրեսինգի դիմել, իսկ Արարատը սկսում է իր նոր գրոհը Անզիմատի Աբուդու փոխանցում աջ Սամսոնյան միգուցե երկրորդ խաղակեսում Մանուել Տուլիպան Եվ անցնում նոր գրոհի Ռամուշ չկարողացան լավ համագործակցել Համբարձումյանը միտումնավոր բաց թողեց գնդակը Էլոյանի համար հայտացուցակ է վերադարձել աջ պաշտպան Կլինտոն Դոմբիլան որն այս մրցաշրջանում արդեն 2 կարմիր քարտ է ստացել այսօր պահեստայինների նստարանին է նաև այսօր հայտավորված են 2 կենտրոնական պաշտպաններ Մարսելոն եւ Արթուր Քարտաշյանը որոնք հաճախ հայտնվել են Արարատի հիմնական կազմում Անզիմատի Աբուդու եւս մեկ շատ լավ փոխ Հաջիսա Մուստաֆա եւ համար 55 Հանձոնգոն անընդհատ ճնշում գործադրում պրեսինգով Սերոփյան հարվածում է եւ գնդակն ընթացավ հենց դարպասապայի ուղղությամբ Ուժեղ հարված առաջ, այստեղ կիր Հնարավոր այն, որ Էլոյանը քաշում էր մրցակցի մարզաշապիկ միանում են ու հայտնվում եզրափակողի դերում Համբարձումյանը դա արեց օգտակար գործողություններ, սակայն երկրորդում էլ ավելի լավ է խաղում Էդգար Գրիգորյան Փրկում է Անզիմատի Աբուդուն Արարատին Երրորդ գոլը ըստ էության վճռելու էր խաղի ելքը, բայց այդ երրորդ Գոլը թույլ չի տալի Օլիվեյրա հիմա առանց դիմադրության գնում է առաջ Հուգո Օլիվեյրան փոխանցում է Էլոյանին արված Անզիմատի Աբուդու Անզիմատի Աբուդու Էլոյանը աշխատեց մինչև վերջ Բերտե փոխանցում հիմա դեպի Գրիգորյանը տիրեց գնդակի ժամանակահատված պաշտպանվել ու դա էլ հանգեցնում էր սխալների Գրեթե նույնը տեղի ունեցավ նաև երկրորդ խաղակեսում Անզիմատի Աբուդու չի անցնում այս փոխանցումը Լիմը հարված փրկում է Անզիմատի Աբուդուն եւ այսնում Ժիրայր Շաղոյանը կմտնի ասպարեզ համար 7 եւ կարծես Վահրամ Մաղսուդյանը համար 36 նախորդ մրցաշրջանում վերջինս Կի Վերնամասի թիմերի միջև Էլի խաղեր նախատեսված են այս տուրում 14-րդ տուրում